Հարգելի գործընկերներ, քանի որ այս օրերին մամուլում ես հանդիպեցի տեղեկատվության, որը անդրադառնում էր Ծառուկյան դաշինքի 15 դրույթներին եւ մասնավորապես կուտակայինին հղում անելով 2010 թվականի մեր քվեարկությանը, ես ուզում եմ բոլոր կարգի դիլետանտներին հիշեցնել 2010 թվականի քվեարկության եզրափակիչ դրույթում նշված է եղել, որ խոսքը վերաբերում է ընդամենը կամավոր սկզբունքին, այսինքն սույն օրենքով սահմանված դրույթը մտնում է ուժի մեջ միայն կամավոր պարտադիրի վերաբերյալ պարտադիրը 2010 թվականի օրենքում չի եղել, ուստի նրանք, ովքեր փորձում են տարբեր լրատվական մանիպուլյացիաներ անել, ուզում եմ հիշեցնել փաստը կա, վերցրեք քվեարկությունը 2010 թվականի, կարդացեք եզրափակիչ դրույթը, որտեղ նշված է, որ ուժի մեջ է մտնում այս պահին միայն կամավորության սկզբունքը, այնուհետ հիշեցնեմ կարճ հիշողություն ունեցողներին, նախագիծը ընդհանրապես հետաձգվեց եւ 2014-ին, երբ որ այն բերվեց, դրա բոլոր լրամշակումներին Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը քվեարկել է դեմ, այսինքն մենք կողմ ենք եղել 2010-ին, լինելով կոալիցիային միայն կամավորության սկզբունքին, սա բոլոր կարճ հիշողություն ունեցողներին, մնացածը հաջորդ դասին։ Ես խնդրում եմ այդ դասինել, հաջորդ դասինել, բոլորին ովքեր կարճ երկար հիշողություն ունեն, ձայնալարերը այդքան չենթարկեն չծանրաբեռնել, մի քիչ ցածր ու հանգիստ խոսեն, Տիկին Զոհրաբյան, դուք երբ հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի եք, Սամվել Ֆարմանյան, Տիկին Զոհրաբյան ջան, մի քիչ ցածր խոսեք, բոլորը լսում են, հասկանում են, մի քիչ ցածր խոսեք, Սամվել Ֆարմանյան, համեցեք։ Մի քիչ ցածր խոսեք, Տիկին Զոհրաբյան։